Բարև ձեզ հարգելի դիտողներ, ժամը եթերում կրկին ամբիոնն է։ Այսօր մեր հյուրն է համախմբում կուսակցության փոխնախագահ, ազգային ժողովի падգամավոր, ազգային ժողովի մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը, ում հետ կքննարկենք մի շարք օրենսդրական նախաձեռնություններ, ինչպես նաև նախընտրական իրավիճակը Հայաստանում։ Բարև ձեզ Տիկին Վարդանյան, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Հայտնի է, որ դուք падգամավորներ Ստեփան Մարգարյանի եւ Վահե Հովհաննիսյանի հետ նախաձեռնել եք աուդիտորական ընկերությունների մասին օրենքում փոփոխություններ կատարելը։ Ինչ փուլում են գտնվում այդ փոփոխությունները, ինչ փուլում է գտնվում այդ նախաձեռնությունը։ Ավելացնեմ, որ նաև Տերան Պողոսյանն է նախաձեռնության հեղինակներից մեկը եւ սկսեմ փուլից, որովհետեւ երեք ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովում եղավ հարցի քննարկումը եւ այն բացասական եզրակացությամբ փոխվեց մեծ օրակարգ եւ դա նշանակում է, որ ուրեմն միագումար նիստի ընթացքում падգամավորները եւս մեկ անգամ պետք է քվեարկեն, որպեսզի որոշեն արդյոք հարցը ընդգրկել օրակարգ թե չէ։ Ինչու՞մն էր կայանում նախաձեռնության իմաստը։ Ուրեմն մինչև 2011 թվականը աուդիտորական ընկերությունների համար գոյություն ուներ պահանջ, որպեսզի վերջիններս ունենային ուրեմն երկու գրանցված աշխատող աուդիտոր եւ պայմանով, որպեսզի ուրեմն գործադիր մանրի ղեկավարը եւս կլինի աուդիտոր։ Հետագայում ուրեմն օրենքում փոփոխություն կատարվեց 2011 թվականից եւ պահանջը փոխվեց եւ դարձավ 5 պարտադիր աուդիտորով աշխատելու ուրեմն պահանջ, այնտեղ պայմանով, որ դրանցից առնվազն 3-ը պետք է լինեն տվյալ ընկերության մշտական աշխատողները, այլտեղ չպետք է աշխատեն, բացի գիտական, մանկավարժական եւ այլ աշխատանքներից։ 2014 թվականին այս փոփոխությունից հետո, անկեղծ ասած, դեռ աուդիտորական ընկերությունները կարողանում էին այսպես աշխատել, որովհետեւ գոյություն ուներ ուրեմն հաշվապահական հաշվառման մասին օրենքում մի դրույթ, համաձայն որի խոշոր ընկերությունները ենթարկվում էին պարտադիր աուդիտի եւ ընկերությունները այսպես թե այնպես ունեին պատվերներ եւ աշխատում էին։ 2014 թվականին փոփոխություն կատարվեց օրենքում եւ պարտադիր աուդիտի պահանջը հանվեց։ Իսկ աուդիտորների համար արդեն 5 աուդիտորները կրճատել դարձնել վերադառնալ մինչև 2011 թվականի կարգավորումը չարվեց, որը իհարկե աուդիտորական ընկերությունների համար բավականին բարդություններ է ստեղծում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ պատվերները քչացել են, բայց պարտադիր աշխատողներ պահել, աշխատավարձ վճարել, հարկեր վճարել եւ այլն, այո, եւ շատ դժվար է աուդիտորական ընկերությունների համար, հատկապես քիչ պատվերներ ունեցող ընկերությունների համար այսպես աշխատել եւ գոյատևել։ Մենք այս հարցը իրականում բացատրվել էր հենց աուդիտորական ընկերությունների կողմից, մի քանի ընկերությունների հետ հանդիպման ընթացքում վերջիններս խոսել էին այդ մասին, որ իրականում շատ դժվար է եւ արդյունքում ծնվեց օրենսդրական նախաձեռնությունը։ Կառավարությունը ներկայացրել է բացասական եզրակացություն մի շարք հիմնավորումներով, նախ առաջին նշում էր, որ որպեսզի աուդիտորական ընկերությունը որակյալ աուդիտորական ծառայություններ, մատուցի եւ այլն պետք է ունենա 5 պարտադիր աշխատող, ինչին կա հակափաստարկ, ուրեմն 5 պարտադիր աշխատողով չէ պայմանավորում որակը, որովհետև ելնելով առանձին աուդիտորական ուրեմն եզրակացություններ տալու անհրաժեշտությունից կարելի է պարզապես ծառայության մատուցման պայմանագրերով ներգրավել աուդիտոր, որը որ տվյալ աուդիտորական աշխատանքներին կմասնակցի։ Այսինքն ընկերությունները պետք է ունենան բավարար ճկունություն, որպեսզի կարողանան իրենք որոշել ինչպեսի աուդիտոր ներգրավել, միգուցե ընկերությունը որոշում է 10 պարտադիր աուդիտոր ունենա, մյուսը կորոշի պարզապես 2-ով։ Եվ եթե որակյալ չի լինի այդ ընկերության աշխատանքը, հասկանալի է, որ հաջորդ անգամ այդ ընկերությանը պարզապես չեն դիմի։ Այստեղ զուտ մրցակցության խնդիրն է։ Կառավարությունը եւս մեկ հիմնավորում էր նշել, որ այո, իրենք գիտակցում են, որ դա դժվարություններ է ստեղծում աուդիտորական ընկերությունների համար եւ հետագայում ֆունդամենտալ է համակարգին պետք է անդրադարձ կատարվի եւ կանդրադառնան։ Երեք եւս կառավարության ներկայացուցիչը հաստատեց դա, նշելով, որ առաջիկայում կլինի հայեցակարգը, կլինեն նաեւ հանրային քննարկումներ։ Բայց ես կարծում եմ, քանի որ մեզ մոտ ցանկացած հարցի վերաբերյալ, երբ ֆունդամենտալ փոփոխություն են կատարում, դա պարզապես շատ երկար ժամանակահատված է պահանջում,
իմ գնահատմամբ, այսինքն գոնե փորձը ցույց է տալիս, որ տարբեր հարցերի վերաբերյալ մի քանի տարի է անհրաժեշտ լինում, որպեսզի ֆունդամենտալ փոփոխություն լինի։ Ես առաջարկում եմ, որպեսզի փոփոխությունը կատարվի այս պահին, հետագայում նաև եթե ֆունդամենտալ փոփոխություն կլինի, անդրադարձ կատարվի դրան։ Առաջարկը իհարկե չընդունվեց, իսկ դա նշանակում է, որ աուդիտորական ընկերությունները դեռևս շարունակելու են բախվել դժվարությունների հետ։ Որը ես հայտնի է նաև, որ դուք վարչական իրավախախտումների մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նույնպես օրենսդրական նախաձեռնությամբ հանդես եք եկել, որի իմաստը կայանում է նրանում, որ մարդիկ այդ կարմիր կետագծերի վրա, երբ որ կայանատեղում է, ենթադրենք 1 րոպե ուշացմամբ են SMS ուղարկում կամ ինչ-որ այլ խնդիր է առաջանում, իրենք 5000 դրամի տուգանվում են։ Ձեր նախաձեռնության իմաստն է, որ տուգանքի չափը իջեցվել մինչև 1000 դրամ։ Այդ նախաձեռնության Այս նախաձեռնությունը ևս կառավարության կողմից բացասական եզրակացության է արժանացել եւ ուրբաթ օրը դա կքննվի նաեւ պետաիրավական հանձնաժողովում։ Ես նախորդի վրա կարծես վերաբերյալ կարծես երկար խոսեցի, փորձեմ մի քիչ ավելի հակիրճ ներկայացնել։ Այո, խնդիրը նրանումն է, որ անհամաչափ է տուգանքը եւ կատարված իրավախախտումը, այսինքն եթե դիտարկենք վարչական իրավախախտում կայանատեղի համար 100 դրամը չվճարել ապա դրա համար 5000 դրամ ուրեմն տուգանք նշանակելը խիստ անհամաչափ է կատարված արարքի հետ, իրավախախտման հետ։ Եվ իհարկե այստեղ եւս առաջարկը հետեւյալն է, որ առաջիկայում մշակվելու է վարչական իրավախախտումների մասին նոր օրենսգիր եւ հարցին անդրադարձ կկատարվի եւ այլն, բայց դա նշանակում է առաջիկայում դեռ կրկին մարդկանց ստիպել, որպեսզի 1 րոպե, 2 րոպե ուշացնելու համար 5000 դրամ տուգանք վճարի, որովհետև կան բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր տարեկան չեն վճարում 12000 դրամը, որովհետև միգուցե ամսվա մեջ 1-2 անգամ են կայանում այդ կարմիր գծերով այդ նշված հատվածներում։ Եվ ստացվում է, որ եթե այդ քաղաքացին պարզապես ուշացրեց կամ մոռացավ վճարի, հա, այդ 1 ժամվա համար ինքը 5000 դրամ պետք է դրա համար տուգանք վճարի։ Եվ ասել, որ թողնենք հետո հարցը կլուծենք, նշանակում է, որ մարդկանց եւս շարունակել մարդկանց համար անբարենպաստ պայմաններ ստեղծել տևական ժամանակահատված, մինչեւ անդրադարձ կատարվի տվյալ հարցին։ Ընդհանրապես այս կարմիր կետագծերի այդ, չասեմ, փիլիսոփայություն, տրամաբանությունը ձեզ համար հասկանալի է, որովհետեւ մինչ այժմ հոդաբաշխ որևիցե բացատրություն չի եղել, առհասարակ այդ կարմիր գծերը ինչի համար են անհրաժեշտ, ենթադրենք, չգիտեմ, կենտրոնը բեռնաթափվելու, բայց ոչ միայն կենտրոնը, չէ՞, այդ կարմիր գծերը կան, նաեւ քաղաքի ծայրամասը, այսինքն քաղաքացին, ճիշտ է, հիմա արդեն պետական բյուջե է վճարելու 12000 դրամը, բայց ինչի համար է վճարում, որն է քաղաքացու շահը այս կարմիր կետագծերից։ Իրականում, երբ սկզբում խոսվում էր կարմիր այդ գծերի մասին, որպես նպատակ շեշտվում էր, որ նպատակ ունի բեռնաթափել փողոցները եւ այլն։ Հետագայում մենք տեսանք, որ որտեղ հնարավոր էր կարմիր գիծ գծեցին։ Այսինքն նույնիսկ ամենանեղ փողոցներում, որտեղ մեկ մեքենան հազիվ է անցնում, երկու կողմից կարմիր գծեր են գծել, որովհետև այդտեղից հնարավոր է անգամ դեպքեր կա, երբ որ մեքենան կանգնած էր, գալիս էին այդ ընթացքում միջև կանգնած էր, այո, հիշում եմ այդպիսի դեպքեր եղել են։ Այսինքն ասել, որ նպատակը եղել է քաղաքը բեռնաթափել, կենտրոնը եւ այլն բեռնաթափել, դրա պատասխանը որպես այդպեսին տրամաբանական չէ, ավելին կենտրոնից դուրս էլ, հա, նույնիսկ ճանապարհներ կան ընդարձակ, Աշակունյաց պողոտան օրինակ բերեմ, որտեղ որ գրեթե մեքենաներ չեն կայանում, բայց կարմիր գծերը անպայման կան, որ եթե հանկարծ անպայման այդտեղից էլ գումարներ ստանան։ Տրամաբանությունը ինձ համար անհասկանալի է, որովհետև եթե նպատակը պարզապես քաղաքացիներից ինչ-որ գումարներ գանձելն է, դրա համար նաև պետք է որոշակի ծառայությունների մատուցում լինի, հա, դրա դիմաց ինչ-որ բան պետք է տաս, որպեսզի պետք է ստանա։ Կամ եթե համարենք, որ դա համայնքային նշանակության տարածքներ են եւ այլն, այդ դեպքում ուրեմն միգուցե պետք է նորից վերանայել քաղաքականությունը եւ հասկանալ, միգուցե սահմանել որոշակի հատուկ ոչ 12000 տարեկան եւ եթե դա գնալու է միայն ուրեմն քաղաքապետարանի բյուջե հաշվարկ կատարել, որովհետեւ իրականում այս պահին, քանի որ մասնավորից վերցրեցին եւ տվեցին քաղաքապետարանի բյուջեին, եթե միջև այդ չէին տալիս քաղաքապետարանը այդ դեպքում ոնց էր բավարարվում, թե պարզապես մարդկանցից փող աշխատելու խնդիր կա։ Ավելին այստեղ հարց է առաջանում, մարդիկ ինչ են շահում դրանից։ Հա, ես կասեմ, որ ոչինչ։ Մարդիկ ոչինչ չեն շահում։ Իսկ եթե պարզապես նպատակը մարդկանցից ինչ-որ գումարներ ստանալն է, ինչ-որ տուրքեր եւ այլն, այդ դեպքում այդ ամեն ինչը պետք է տրամաբանված լինի եւ պատշաճ հիմնավորված լինի։ Այս դեպքում մենք այդպիսի հիմնավորումներ չունենք։
Այսինքն ձեր կարծիքով սա պարզապես գլոբալ առումով ուղղված է նրան, որ մարդկանցից գումար գանձվի եւ որոշակի այն բացերը, որոնք կան բյուջեում, իրենք լրացվեն մարդկանց հաշվին։ Ասում եմ, ստացվում է այնպեսի վիճակ, եւ մարդը կրկին պետության կողմից չասենք պատժվում է, սակայն պետությունը չի մտածում շարքային քաղաքացիների շահերի եւ պահանջների մասին։ Այո, իրականում այդպիսի խնդիր կա, որովհետեւ պետության նախ նշենք, որ այդ հավաքագրվող միջոցները բոլորովին վերջերս են միայն պետությանը ուղղվում, որովհետեւ մինչ այդ ուղղվում էին պարզապես մասնավոր ընկերությանը։ Այսինքն այդ դեպքում հարցեր առաջանում, թե արդյոք նպատակը համայնքային բյուջեն լրացնելն էր, թե պարզապես որևէ մասնավորի շահերին ուրեմն ծառայելը, բայց եթե հիմա արդեն գումարը գնում է պետական բյուջե եւ թերևս դժվար է ասել այս դեպքում քաղաքացու շահը որն էր, այսինքն մարդու համար ինչ տարբերություն ունի, գումարը տալիս էր մասնավորին, թե տալիս էր պետությանը, հասկանալի է պետության առումով իհարկե պետհամայնքային բյուջե, պետական բյուջե եւ այլն, դրա միջոցով հնարավոր է ինչ-որ ծրագրեր իրականացնել, չգիտեմ ինչ, բայց քաղաքացին ինչով է դրանից շահում քաղաքացին։ Վերջերս դուք բաց դամակով դիմել եք Սերժ Սարգսյանին կոչանելով ընտրությունները չսկսել օրենքի խախտումից եւ ապրիլի 2-ից տեղափոխվել մեկ այլ օրվա, նաեւ ձեր հարցազրույցներից մեկում նշեցիք, որ ստացվում է, որ ընտրությունները պետք է կայանային ապրիլի 20-ին կամ 21-ին, ինչ փուլում է գտնվում այս նախաձեռնությունը։ Տեսեք, իրականում խնդիրն առկա է եւ ավելին ներկայացված այսպես պատասխանում իրավական հիմնավորումներ այդպես էլ չներկայացվեցին, այլ պարզապես առկա էր Սահմանադրության յուրովի մեկնաբանություն, ինչի իրավասությունը որևէ մեկը չունի։ Այո, ընտրությունները նշանակվել են անտեսելով 2015 թվականի դեկտեմբերին հանրաքվեով ընդունված Սահմանադրության անցումային դրույթներում եղած 209 հոդվածը, որը որ նախատեսում է, որ ուրեմն ազգային ժողովի գումարման ավարտի վերջին նիստից առաջ 50-60 օր նվազագույնը 50, առավելագույնը 60 օր առաջ պետք է նշանակվեն ազգային ժողովի հերթական ընտրությունները, բայց այստեղ այս դրույթը ուժի մեջ է մտնելու նոր ազգային ժողովի գումարման առաջին նիստի ժամանակ, հետևաբար դրույթը որպես այդպիսին այս պահին անցումային դրույթներով նախատեսված չի գործում։ Եվ դա միևնույն ժամանակ այնտեղ նշվում է, որ այս հարցում պետք է ղեկավարվել 2005 թվականի Սահմանադրության կարգավորումներով, որը նախատեսում է ի տարբերություն 60-50 օրվա 40-30 օր այսպես հարաբերակցությունը։ Եվ գիտեք, մտահոգությունը հենց այն է, որ իրավական գործընթացները Սահմանադրական գործընթաց, որովհետև ազգային ժողովի ընտրությունները սահմանադրական գործընթաց է, չի կարող սկսվել սահմանադրական դրույթների անտեսմամբ եւ խախտմամբ։ Իսկ այս պահին իրականում մենք քննարկում ենք սահմանադրական դատարան դիմելու հնարավորությունը եւ առաջիկայում, երբ արդեն քննարկումների արդյունքում կգանք մի որոշակի վերջնական եզրակացության, բնականաբար հասարակությունը այդ մասին տեղյակ կբավի։ Քանի որ խոսեցինք ընտրությունների մասին, դուք համախմբում կուսակցության փոխնախագահն եք, ձեր կուսակցությունը արդեն մի քանի այլ կուսակցությունների հետ դաշինք է կազմել, այսպես մամուլում ասում են Սեյրան Օհանյան, Վարդան Օսկանյան դաշինք, այսպես ճակատով այսպես անվանենք, ինչ փուլում են գտնվում դաշինքի գործերը այս պահին, օրինակ 3 նույնպես մեկ կուսակցություն միացավ, ընդլայնվելու միտումներ տեսնում եք։ Բնականաբար, որովհետև դաշինքի ստեղծման հայտարարությունից անմիջապես հետո մի շարք կուսակցություններ միացան դաշինքին, կան հասարակական նախաձեռնություններ, որոնք միանում են դաշինքին, հետևաբար բոլորովին 3 եւս մեկ կուսակցություն միացավ դաշինքին, այսինքն սա դաշինք է, որը որ իրականում այո ընդլայնման միտում ունի եւ ընդդիմադիր դաշտում լուրջ բևեռ կարող է հանդիսանալ։ Հետևաբար մենք այս պահին այսպես լծված ենք այդ աշխատանքների ուղղությամբ դաշինքի կայացման եւ ինչու՞ չէ նաեւ արդեն իսկ նախընտրական ծրագրերի մշակման, որովհետեւ հասարակությանը պետք է ներկայանալ ոչ միայն խնդիրները բարձրացնելով, այլ նաեւ այն լուծումներով, որոնք որ դու տեսնում ես այդ խնդիրների լուծման հարցում։ Այսինքն այնպես չէ, որ պետք է մատնանշել միայն խնդիրները, իսկ դրանք բազմաթիվ են։
բոլոր ոլորտներում բազմաթիվ խնդիրներ կան, այլ պետք է այնպիսի լուծումներ առաջարկել, որպեսզի ուսուցիչը, բժիշկը, բանվորը, տաքսիստը, հասարակության բոլոր շերտերը տեսնեն, թե իրենց ոլորտում ինչպիսի կարգավորումներ են առաջարկում եւ այդ կարգավորումներով առաջնորդվելով էլ որ քաղաքացին պետք է կարողանա կատարել ճիշտ իր որոշումը, կայացնել ճիշտ որոշումը, կատարել ճիշտ ընտրությունը։ Հետևաբար այս պահին այո աշխատանքներ են ընթանում դաշինքի ուժեղացման, դաշինքի հզորացման ուղղությամբ։ Տեսեք, իհարկե դուք միանշանակ ճիշտ եք, որ պետք է առարկայական ծրագրային դրույթներով ներկայանալ եւ այլն, բայց մենք գիտենք տարեց տարի ամեն անգամ մոտեցումները Հայաստանում ոնց են իրականացում, իշխանությունը ինչ մեթոդներ է կիրառում, անգամ դուք կարող եք փայլուն ծրագիր ներկայացնել, սակայն վերջի ամեն ինչ բախվում է բիրտ ուժին, եթե այսպես ասեմ։ Ինչպես եք դուք այս խնդիրը լուծելու, ինչպես եք նաև մարդկանց համոզելու, որ ձեզ քվեարկելով իրենք այս անգամ իրենց քվեն տեղ կհասնի եւ դուք կանեք այն, ինչի համար իրենք ձեզ քվե են տվել։ Նույն բժիշկը, ձեր ասած տաքսիստը եւ այլն։ Այս հարցը դուք ինչպես եք պատրաստվում։ Իրականում շատ բարդ հարց եք բարձրացնում, որովհետեւ ընտրական օրենսգրքի փոփոխություններից հետո ընտրական համակարգը շատ ավելի բարդացվել է եւ շատ ավելի այսպես սողանքներ է թողել, մանևրելու, այո, տեղեր է թողել եւ այո, եթե մի ժամանակ մենք ասում ենք, որ մեծամասնական համակարգը հնարավորություն է տալիս օգտագործել ֆինանսական միջոցներ, սպառնալիքներ, ուժ եւ այլն եւ դա ձայներ է բերում, ուրեմն տվյալ կուսակցության կողմից պաշտպանվող մեծամասնական թեկնածուին, ապա այսօր դա արվել է այլ ճանապարհով եւ խոսքը այսպես կոչված տարածքային ցուցակներն են կամ ռեյտինգային, հա, ինչպես անվանում ենք, ռեյտինգային ցուցակներն են։ Եվ այս ամենի դեմ պայքարելը իրականում շատ դժվար է լինելու, բայց պետք է ի վերջո հասարակությանը ներկայացնել, որ սա քաղաքական process է, այսինքն ընտրական օրենսգիրքը ինքը իրենով քաղաքական ընտրությունների քաղաքական գործընթացից բերում են անձնական դաշտ, այսինքն մարդիկ վերաբերում են ընտրություններին ոչ թե որպես քաղաքական կուսակցությունների ընտրության հնարավորություն, այլ այնտեղ եղած անհատների, տարբեր հեղինակությունների եւ այլն։ Եվ ամբողջ խնդիրը հենց դրանումն է, որ պետք է հասարակությանը հասցնել, որ սա քաղաքական գործընթաց է, եւ դուք ընտրում եք ոչ թե անհատներին, այլ ընտրում եք այն կուսակցությանը, որի ցուցակով գալիս են այդ անհատները։ Այսինքն այդ անհատը երբ հայտնվեց ազգային ժողովում, նա ներկայացնելու է այն կուսակցության ծրագրերը, այն կուսակցության շահերը նաեւ, որի ցուցակով ինքը ներկայացվում է ազգային ժողովում։ Այս ամենը պետք է իհարկե հասցնել հասարակությանը, դա բարդ է լինելու, բայց ես կարծում եմ, որ մենք մեր բոլոր հնարավոր միջոցները օգտագործելու ենք այսպես տուն առ տուն, քաղաքացի առ քաղաքացի այդ ամեն ինչը բացատրելու համար։ Եվ ասել, որ ընտրությունների ընթացքում իրենց ազդեցությունը չեն ունենալու փողը, իրենց ազդեցությունը չեն ունենալու թաղային հեղինակությունները, իշխանական լծակները եւ այլն, դա միամտություն կլինի։ Իհարկե այդ ամեն ինչը լինելու է, բայց ես կարծում եմ, որ եթե կարողանանք հասնել հասարակության լայն ցանկվածների լայն իրազեկման, հնարավոր կլինի տեղ հասցնել, որ սա իրականում քաղաքական գործընթաց է եւ դրանով է պայմանավորված, թե հաջորդ 5 տարվա ընթացքում ինչպիսի այսպես քաղաքական կուրս, ինչպիսի ուղղություն կունենա Հայաստանի Հանրապետությունը։ Եվ թերևս վերջին հարցը, ոչ իշխանական բևեռում արդեն ձևավորվել է դաշինքից բացի եւս մի քանի դաշինք, ինչ որ համագործակցություն այդ դաշինքների շրջանակներում դուք համագործակցության հնարավորություն դուք տեսնում եք թե Ես չեմ բացառի որևէ համագործակցության հնարավորություն, բայց այդ համագործակցությունը կարող է լինել ինչպես նախընտրական փուլում, այնպես էլ հետընտրական փուլում, այսինքն երբ դաշինքները կունենան արդեն իրենց որոշակի տեղը ազգային ժողովում։ Բայց այս պահին, անկեղծ ասած, մենք ավելի շատ ֆիքսված ենք հենց մեր դաշինքի աշխատանքների կազմակերպմամբ, մեր դաշինքի հզորացման ուղղությամբ։ Գիտեմ, որ տարածքային կառույցները արդեն իսկ մի քանի նոր տարածքային կառույցներ, որովհետև այն բազմաթիվ տարածքային կառույցներ ունեինք, արդեն նոր տարածքային կառույցներ են բացվում, որպեսզի ընդլայնվի համախմբում կուսակցության տարածքային բաժիններն
բաժիններն են եւ հետեւաբար այս պահին մեր հիմնական աշխատանքը եւ հիմնական նպատակը ուժեղացնել դաշինքը եւ գնալ ընտրություններին ուրեմն արդեն իսկ կայացած եւ համակարգված ծրագրերով եւ ուժով։ Շնորհակալություն Տիկին Վարդան հետաքրքիր զրույցի համար։ Ձեզ նույնպես շնորհակալություն հարգելի դիտողներ մեզ հետևելու համար։ Հիշեցնեմ, որ մեր հյուրն էր Համախմբում կուսակցության փոխնախագահ, ազգային ժողովի падգամավոր, ազգային ժողովի մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը։ Հարգելի դիտողներ, այսօրվա հաղորդման վերջում կուզենայի ձեզ հետ խոսել մեկ հարցի շուրջ, որը ցավոք սրտի Հայաստանի հանրային քննարկումներում այդքան էլ մեծ տեղ չի գրավում։ Խոսքը մանկական աղքատության մասին է։ Պաշտոնական տվյալների համաձայն Հայաստանում 3 երեխաներից մեկը եւ աղքատ է, եւ խոցելի, այլ կերպ ասած Հայաստանի 28% երեխաները եւ աղքատ են եւ խոցելի։ Երեխաների մեծ մասը խոցելի են կոմունալ ծառայությունների, բնակարանային պայմանների եւ ժամանցային հնարավորությունների տեսանկյունից։ Գյուղական բնակավայրերում երեխաների 82%-ն է խոցելի, իսկ քաղաքում 53%-ը։ Ներկայացված տվյալները խոսում են այն բանի մասին, որ երեխաների ծնողները փաստացի հնարավորություն չունեն ապահովել իրենց զավակների համար պատշաճ պայմաններ մեծանալու եւ զարգանալու համար։ Սա իր հերթին խոսում է այն բանի մասին, որ այն մարդիկ, ովքեր ազգային ժողովի ընտրությունից ընդառաջ պատրաստվում են 10, 15 կամ 20000 դրամի դիմաց վաճառել իրենց ձայնը, իրենք պետք է հասկանան, որ իրենք պատասխանատվություն են կրում ոչ միայն իրենց ձայնի համար, այլ նաեւ պատասխանատվություն են կրում այն 82% երեխաների համար, որոնք եթե երկրում ոչինչ չփոխվի, շարունակելու են ապրել անմարդկային պայմաններում։ Շնորհակալություն մեզ հետևելու համար։